Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները մտնում են ամենախորը, ամենացավոտ փուլը, նկարահանումները շարունակվում են, իսկ սյուժեն կարծես հատուկ կերպով սեղմում է հերոսներին փակ օղակի մեջ, որտեղ յուրաքանչյուր քայլը վերահսկվում է մեկ մարդու կողմից՝ Արմոյի։ Այս պահին Արմոն փաստացի վերահսկում է բոլորին, նա ոչ միայն շարժում է իրադարձությունները, այլ նաև ղեկավարում է մարդկանց որոշումները վախի, ճնշման և մեղքի զգացման միջոցով։ Ամենածանր հարվածը իրականում հասցվում է իհարկե Նարեին։ Նարեն արդեն հասկացել է, որ սերը այս պատմության մեջ փրկություն չէ, այլ վտանգ, և հենց այդ գիտակցումով է նա գնում իր ամենացավոտ քայլին։ Նարեն որոշում է հանդիպել Հայկին ոչ թե բացատրելու, ոչ թե փրկելու, այլ հրաժեշտ տալու։ Նա ասում է, որ այս ամենն իր ծրագրի մասն էր։ Իհարկե Նարեն ներկայացնում է այնպես, որ Հայկը նրանից հիասթափվի, բայց հեռուստադիտողները շատ լավ հասկանում են, թե ինչ է այս ամենը նշանակում։ Վռամն է նրան տանում Հայկի մոտ, և այդ փաստն արդեն ինքնին խոսուն է։ Նարեն այլևս ազատ չէ իր քայլերում, հանդիպումը սառն է, ծանր ու լուռ, մինչ այն պահը, երբ Նարեն հանում է մատանին և վերադարձնում Հայկին։ Այդ պահը կտրուկ կոտրում է ոչ միայն Հայկին, այլ նաև հեռուստադիտողին։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Նարեն Հայկին ասում է, որ ամուսնանում է Արմոյի հետ, և հարսանիքի օրն արդեն որոշված է։ Այս խոսքերը հնչում են մեխանիկական, անզգացմունք, և հենց դա է ամենախորը ցավը։ Հայկը չի կարող հասկանալ, թե ինչպես կարող էր Նարեն ընդամենը մի քանի օրում այդպես փոխվել, ինչպես կարող էր նույն աղջիկն, ով երդվում էր սիրել, հիմա կանգնել իր դիմաց ու խոսել ուրիշի հետ ամուսնանալու մասին։ Բայց ճշմարտությունն այն է, որ Նարեն չի փոխվել, նա պարզապես վախեցել է Հայկի կյանքի համար։ Նա հասկանում է, որ Արմոյի ձեռքում կան խաղաքարտեր, որոնք կարող են վտանգել Հայկին, և նա պատրաստ է զոհել սեփական երջանկությունը, սեփական կյանքը, միայն թե Հայկին ոչինչ չպատահի։ Սա Նարեի ամենաողբերգական և միևնույն ժամանակ ամենահզոր պահերից մեկն է։ Նա ընտրում է իրեն կործանել ուրիշին փրկելու համար, հատկապես, որ նրանց սերը երկար ճանապարհ չունի անցնելու։ Սակայն սերիալի տրամաբանությունն ու մինչ այժմ տեսած զարգացումները հուշում են, որ այդ հարսանիքը չի կայանալու։ Չափազանց շատ ճշմարտություններ են կուտակվել, չափազանց շատ սուտ փլուզվելու եզրին, և շատ հավանական է, որ հենց հարսանիքի օրը ճակատագրական բացահայտում տեղի ունենա։ Մեր ենթադրությամբ հենց այդ օրը կպարզվի, որ Նարեն հղի է։ Այդ բացահայտումը կդառնա այն սահմանագիծը, որ Արմոն այլևս չի կարող վերահսկել։ Դա կփոխի ամեն ինչ՝ Նարեի որոշումը, Հայկի պայքարը, նույնիսկ Սաքոյի ու Արմոյի ծրագրերը։ Այդ պահին Նարեն այլևս չի կարող գնալ Արմոյի մոտ, որովհետև իր մեջ կրում է մի ճշմարտություն, որը չի կարելի թաքցնել։ Հարսնաձորի լեգենդը հիմա ոչ թե պարզապես սիրո պատմություն է, այլ զոհաբերության, ճնշման ու ներքին պայքարի սերիալ։ Ամեն կերպար կանգնած է ընտրության առաջ, բայց ամենածանր ընտրությունը կրկին Նարեինն է։ Եվ որքան Արմոն կարծես վերահսկում է բոլորին, այնքան ավելի մոտ է այն պահը, երբ այդ վերահսկողությունը փլուզվելու է ամենացավոտ, բայց նաև ամենաազատագրող ձևով։ Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է, միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք արդյոք դուք էլ եք կարծում, որ Նարեն հղի է, և շատ շուտով այդ ամենը բացահայտվելու է։ Արմոն Նարեին խոստացել էր, որ ինքն է խնդրելու, որպեսզի նա ամուսնանա, իսկ թե ինչ է սպասվելու դրանից հետո, ցույց կտա ժամանակը։ Այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում, և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հետաքրքիր ու դիտարժան զարգացումները դեռ առջևում են։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են, որպեսզի Արմոյի կերպարը վերջապես բացահայտվի ու բոլորն էլ հասկանան, թե ով է իրականում Արմոն, բայց դեռ ժամանակ կա։ Հատկապես Հայկը վերջին շրջանում ծանոթանում է մի մարդու հետ, ով մտադիր է
բացահայտել ու ճշտել, թե ով է կանգնած Վարոյի հետ կատարվածի հետևում։ Հեռուստադիտողները ևս ունեն իրենց ենթադրությունները։ Նրանք ենթադրում են, որ այս ամենի հետևում կարող է կանգնած լինել Արմոն։ Եվ իհարկե, այս ամենն ուղղված է Հայկին պատժելու համար և Հայկին վախեցնելու համար։ Արդյոք դա այդպես է, թե ոչ, կպարզվի ընդամենը ժամեր անց, բայց հեռուստասերիալում կա նոր կերպար։ Ինչպիսին է լինելու կերպարը, դրական թե բացասական, ինչպիսին է լինելու հեռուստասերիալի ընթացքը, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ հեռուստասերիալում զարգացումները դինամիկ են և արագ։ Հեռուստասերիալում կերպարները սիրված են, իսկ կերպարները մարմնավորող դերասաններն առավել ևս։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնա։ Դե ինչ, սպասում ենք ձեր մեկնաբանություններին ու ձեզ խոստանում, որ հաջորդ բացահայտումները լինելու են էլ ավելի հետաքրքիր և էլ ավելի գաղտնիքներով լի։